Մաթևոսյան, ինչ կարծիք ունեք Էրդողան-Փաշինյան հանդիպումից։ Նախ արձանագրենք հետևյալը, որ երկու կողմերն են պաշտոնական հաղորդագրություններում չափազանց տակավախոս էին եւ հստակ տեղեկություն այն մասին, թե ինչ են կողմերը քննարկել, ոչ հայկական, ոչ թուրքական պաշտոնական աղբյուրները մեզ չեն հայտնել, բայց մենք կարող ենք որոշակի եզրակացություններ անել այն հայտարարություններից, որոնք Փաշինյանը արեց հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Ինքը այնտեղ մի շատ կարևոր նրբերանգ բացահայտեց, ասաց, որ այսօրվա հանդիպումը, այսինքն Էրդողանի հետ պատվող այդ պահին հանդիպումը դա Պրահայում մեկնարկած գործընթացի շարունակությունն է։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Էրդողանի հետ հանդիպման դիմաց Փաշինյանը հանձնեց Արցախը։ Դա տեղի է ունեցել 2021 թվականի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո։ Հիշում եք, այստեղ Օնի Գասպարյանը հայտարարեց, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, մի շարք գեներալներ աջակցություն էին հայտնել այդ հայտարարությանը, եւ Թուրքիան ամենաբարձրագույն մակարդակով աջակցեցին Նիկոլ Փաշինյանին։ Ասացին, որ Հայաստանում այսպես կոչված ռազմական հեղաշրջման արդյունքներ չեն ընդունի։ Նիկոլ Փաշինյանին 21 թվականին աջակցեցին, դրա դիմաց 22 թվականին նա հնարավորություն ստացավ հանդիպել Էրդողանի հետ, բայց պետք է հանձնել Արցախը։ Հիմա տեսեք, եթե Փաշինյանը ասում է, որ այս հանդիպումը 22 թվականի հանդիպման շարունակությունն է, process-ի շարունակությունն է, ապա մենք ստացել կարելի է նրանից, թե ինչ է նա այս աջակցության եւ այս աջակցության դիմաց Թուրքիային հանձնելու։ Իսկ ինչու եմ ասում Թուրքիայի աջակցության դիմաց։ Գալիք ընտրություններ են մեզ սպասում, լինեն դրանք հերթական թե արտահերթ։ Հիմա Թուրքիայի աշխարհական աջակցության դիմաց Նիկոլ Փաշինյանը ինչ որ բան է հանձնելու թուրքերին։ Այս հանդիպումը հենց դրա մասին է։ Ռուսերեն մի հատ բան կա, էլի ձևակերպում կա։ Հայերեն ասում են բան հանձնում ընդունում, ռուսերեն այստեղ ավելի բովանդակալից է երևի հնչում, բան պրիոմ զդաչա։ Հիմա Փաշինյանը գնացել էր այդ Հայաստանի պրիոմ զդաչան ձևակերպելու։ Պարոն Մաթևոսյան, ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ այդ հանդիպումը, արդյոք քննարկման թեման այն է, ինչ պաշտոնապես հրամցվել է, թե այլ տհաճ անակնկալների սպասենք, օրինակ Զանգեզուրի Վիճանսկ, Սյունիքի Ես իմ խոսքում հենց դա էլ ասացի առաջին հաշվին պատասխանելի։ Պաշտոնական չափազանց տակավ տեղեկատվություն ենք մենք ստացել, նաև իշխնա հատկանշական նույնիսկ ադրբեջանական մամուլում այս 2-3 օրերի ընթացքում տեղեկատվական արտահոսքեր չեղան, բայց դատելով նրանից թե ինչ է նախկինում եղել Էրդողան-Փաշինյան հանդիպումից հետո, որ մենք զրկվեցինք Արցախից, իհարկե հետևանքները կարող է շատ ծանր լինել, ընդհանուր միջև Զանգեզուրի Միջանցք կամ ամբողջական Սյունիքի կորուստ։ Հնչում են նաև մտահոգություններ այն մասին, ոչ հայամետ խաղաղության պայմանագրի քավորը այլևս Էրդողանն է, եւ այս գործընթացից դուրս է մնացել Մինսկի խումբը, հիմա արդեն նաև Ռուսաստանը։ Սրա մասին հայամետ ոչ հայամետ։ Ոչ հայամետ, Տեսեք, աշխարհաքաղաքական աջակցության դիմաց, Թուրքիայի աջակցության դիմաց, որի շնորհիվ Փաշինյանը կարողացավ պահպանել իր իշխանությունը։ Փաշինյանը մի շարք քայլեր արեց։ Ես արդեն նշեցի, մեղմ ասած մենք զիջումների գնացինք Արցախի հարցով, հանձնեցինք Արցախը։ Հայաստանի տարածքներից որոշակի օկուպացիա եղավ, բայց այս ամենը այսպես ձևակերպենք, դա գետնի վրա եղած իրողություն է, բայց հաստատավորված տեսանկյունից անհրաժեշտ է Թուրքիայի, որպեսզի նոյեմբերի 9-ի հաստատությունը վերանա, ոչնչանա։ Եվ երրակոմ հաստատվի, որի երաշխավորը միջնորդը Ռուսաստանն է, գա փոխարինի հաստատում, որը ստորագրված կլինի թուրքական հարձակում։ Հենց այս հաստատվի վերաբերյալ նաև ամենայն հավանականությամբ բանակցությունների համար էր Նիկոլ Փաշինյանը գնացել Թուրքիա։ Դա մի հաստատում է, որը Փաշինյանին անհրաժեշտ է խորհրդանական ընտրություններից առաջ։ Դա կարող է լինել ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ուղղակի հաստատում, որը պայմանականորեն Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կֆիքսեն, որ իրենք հարևաններ են, որ իրենք կողմ են տարածաշրջանում խաղաղությանը եւ կոնֆլիկտների առանց ռազմական ուժի ներգրավման լուծելու։ Փաշինյանը դա պետք է ներկայացնի որպես խաղաղության պայմանագիր, քաղաքացիներին 21 թվականին մուրջ է, չէ՞, ցույց տալիս հանդիպումների ժամանակ, հիմա էլ այդ փաստաթուղթն է ցույց տալու։
Այս փաստաթղթի համար նաև Նիկոլ Փաշինյանը գնացել է Թուրքիա։